Ուկրաինան տեղական արտադրության ռուտա եւ ֆլամինգո մեծ հեռահարության հրթիռներ է կիրառել ռուսական թիրախներին հարվածելու համար։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ավելի շատ արտադրեն այս հրթիռներից, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Երեկոյան ուղերձում էլ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ բանակին հանձնարարել է ընդլայնել Ռուսաստանի խորքերին հեռահար հարվածների շարավիղը։ Ըստ նրա, ուկրաինական զինուժի ճշգրիտ հարվածներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կօգնեն, որ պատերազմն ավարտվի Ուկրաինայի համար արդար պայմաններով։ Նաև անվտանգության երաշխիք կլինեն հիմա եւ պատերազմից հետո։ Ուկրաինան միշտ պետք է ունենա եւ կունենա բավարար հեռահար կարողություններ։ Դրանք անկախության անբաժանելի բաղադրիչներ են եւ խաղաղությունն ապահովելու ամենակարևոր գործոնը կլինեն։ Далекобійність – це компонент незалежності. Այս ընթացքում շարունակվում են թեժ մարտերը Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի համար, որտեղ երեկվանից ռուսական որոշ ստորաբաժանումներ են ներթափանցել։ Լոգիստիկայի հանգույցի մոտ ըստ ուկրաինական կողմի Ռուսաստանը մեծ զորքեր է կուտակել։ Ուկրաինական Deep State նախագծի տվյալներով ռուսական զինուժը շարունակում է առաջխաղացումը նաև Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերում։ Մարտադաշտում առաջխաղացմանը զուգահեռ Ռուսաստանն առաջարկում է շարունակել Միացյալ Նահանգների հետ տարվող դիվանագիտական աշխատանքը։ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ հետաքրքրված է առաջնորդների հանդիպում անցկացնել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց Դոնալդ Թրամփը։ Դեռ կոնկրետ ուղեցույցներ չկան, բայց հանդիպում անցկացնելու սկզբունքային պատրաստակամությունը մնում է, եթե փորձագետներն այն նախապես պատրաստ են։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը անկախ նրանից ով է դա անում եւ ինչ ինտենսիվությամբ ոչ մի արդյունք չի տա ուկրաինական խնդրի կարգավորման հարցում։ Նման մարտավարությունը Ռուսաստանի դեպքում չի աշխատում, վստահեցրել է Մարիա Զախարովան։ Бесполезно. Ճնշումն անօգուտ է եւ անարդյունավետ։ Պետք է փնտրել այլ մեթոդներ եւ ամենակարևորն այն է, որ մենք բաց ենք տարբեր խնդիրներն ու հակամարտությունները քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով լուծելու տարբերակին։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ ռուս զինվորները անընդհատ լսում են, թե ինչպես են առաջնագծում ուկրաինական կողմից կռվողները օտար լեզուներով խոսում։ Ռուսաստանը մեջբերում եմ կոչնչացնի այդ մարտիկներին, զգուշացրել է Դմիտրի Պեսկովը։ Ու մինչ Մոսկվան սպառնում է, ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեջ։ Հանձնաժողովի հետաքննական նոր զեկույցում նշվում է, որ ռուսական ուժերն անօդաչուներով ահաբեկել են առաջնագծին մոտ գտնվող ուկրաինական շրջանների բնակիչներին, ստիպել, որ լքեն իրենց տները, ապա հետապնդել են եւ հարվածել, եւ վերջիններս փորձել են ապաստան գտնել։ Հանձնաժողովի նախագահ Էրիկ Մոսեն ասել է, որ զեկույցը վերաբերում է Դնեպրոպետրովսկի, Խերսոնի եւ Նիկոլաևի մարզերին։ Այս զեկույցում մենք պարզել ենք, որ քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների դեմ այս հարձակումները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, թե սպանության, թե բնակչության բռնի տեղահանման առումով։ Ռուսական էներգակիրներից մեծ կախում ունեցող Հունգարիային լրջորեն մտահոգել են Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները բազմաթիվ զգուշացումներից հետո սահմանեց անցած շաբաթ՝ ի պատասխան Ուկրաինայում հրադադարի հարցում առաջընթաց չգրանցելու։ Վարչապետ Վիկտոր Օրբանն իտալական Լա Ռեպուբլիկա թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահը սխալ է վարվել, ապա հավելել Վաշինգտոնը մեկնելու, որպեսզի համոզի Թրամփին չեղարկել պատժամիջոցները, որոնք ըստ նրա բացասաբար կազդեն Հունգարիայի տնտեսության վրա։ Հունգարիան մեծապես կախված է ռուսական նավթից եւ գազից, առանց դրանց էներգակիրների գները կտրուկ կբարձրանային, ինչը մեր պաշարների պակաս կառաջացնի։ Լուկոյլն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների պատճառով նախատեսում է վաճառել արտասահմանյան ակտիվները։